Հարային քրեական հետապնդում հարուցելու որոշումը թվագրված է այսօրվա ամսաթվով 09/06/24 թվականի ներողություն այսօր ներկայացվել է պարոն Ծառուկյանին հարային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը։ Պարոն Խաչատրյան, իսկ որ չեն դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով համաձայնության համար, սա ինչպես դուք կմեկնաբանեք։ Բնականաբար այդ մասով առնվազն հարային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ակնհայտ ապօրին է, որովհետև ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներին համոձ պարտավոր էին դիմել, սակայն մեզ որևէ կերպ երբևէ չեն կանչել, չեն հրավիրել կենտրոնական ընտրական հանձնաժողով նշված process-երին մասնակցելու համար, ամեն դեպքում հարային քրեական հետապնդում հարուցելու որոշումը ներկայացնելիս նաև այդ մասով որևէ տվյալ մեզ չեն ներկայացրել, մեզ հայտնի չի։ Այդ դեպքում ինչպես եք պատրաստվում վարվել, եթե ասում եք ապօրինի են գործել։ Ամեն դեպքում ունենք հարային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որը փաստակազմի տեսանկյունից անհիմն է, իսկ քրեական տեսանկյունից ապօրին է։ Հիմա մեզ ընձեռված բոլոր գործիքակազմերով, մեզ ընձեռված լիազորություններով ու իրավունքներով մենք մեր պաշտպանական մարտավարությունը կկառուցենք ու բացառապես օրինական եղանակներով փորձենք պաշտպանվել եւ մեղադրանքից եւ ապօրինի որոշումներից։ Բայց չբացահայտեմ, գործողությունները։ Գործը, որ հարուցվել է հարկերի թաքցնելու ինչ որ մեղադրանք է, ինչ հարկերի մասին է խոսքը, ինչ մանրամասներ կարող եք հիմա մեզ։ Տեսեք, հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը, հարկերի այդ մեղադրանքի փաստական տվյալները չեմ կարող հրապարակել, բայց համոզված կարող եմ պնդել, որ անհիմն մեղադրանք է, որովհետև պարոն Ծառուկյանը որևէ կազմակերպության իրեն պատկանող, որտեղ որ ինքը հիմնադիր կամ բաժնեմաս ունի, որևէ կազմակերպության փաստացի ղեկավարմանը չի մասնակցում արդեն բավականին երկար տարիներ է եւ հետեւաբար եթե չի մասնակցում որևէ կազմակերպության ղեկավարմանը հարկերի թաքցնելու կամ հարկերից խուսափելու մեղադրանք ուղղակի նրա նկատմամբ չի կարող հարուցվել։ Պարոն Ծառուկյանը երբևէ այդ գործով հրավիրված չի եղել, բան այդ տեղեկատվությունը ունենք սուղ է։ Նախկինում ոչ հրավիրվել է, ոչ հարցակնվել է, ոչ որևէ process-ի մասնակցել։ Այսօր ԶԼՄ-ներում ինչ-որ տանտեսակ, որ իբր թե պարոն Ծառուկյանը ուզեցել է երկիրը լքի, չվերադառնա, չեն թույլ տվել եւ այլն, էլի այդ մասով էլ կարճ արձանագրենք, որ նախկինում եղած հրավեր ա եղել, երրորդյա այց պետք է ունենար։ Իսկ որ երկիր։ Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե չեմ սխալվում։ Սակայն հասնելով օդանավակայան, ցենց մի քիչ ճակերտների մեջ ասած անառողջ շարժ է նկատել ու այս նմանատիպ շահարկումներից խուսափելու համար ոչ թե իրեն չեն թողել ինքը մեկնի։ Հասկանալով, տեսնելով այդ շարժը, որպեսզի նման շահարկումների տեղիք չտա, ինքն է չեղարկել իր։ Չէ, բայց բացակայելու արգելքի մասին հայտնեցին իրավապահները։ Բացակայելու արգելք մեղադրանքից հետո է լինում։ Անձամբ հենց այդ պայն արդեն այդ շարժը նկատելով, որպեսզի թույլ կարծիք չստեղծվի մարդկանց մոտ, ցելա չեղարկել իր այց։ Ես հետոն չգիտեմ, ամեն դեպքում պարոն Ծառուկյանը օդանավակայանից վերադարձել է իր բնակության հասցրել, նոր պարոն Ծառուկյանին ծանուցում է եկել, որ ձեզ հրավիրում են քննչական համապատասխան ստորաբաժանում։